Մի տարի առաջ Հայաստանում որևէ քաղաքական ուժ չկար, որ կարող էր Փաշինյանին իշխանությունից հեռացնել, որևէ արխային էին իրանք ընկել, այդ պատճառով վիրավորում էին մարդկանց, իրենց հիշում եք ինչեր էր ասում, մի տարի առաջ, այս օրերն էր, եկեղեցիներ վիրավորում, ամեն ինչ ասում էր, որտեվ արխային էր ընկել ու հայ գործարարները, հայ մյուս քաղաքական գործիչները ոնց որ սենց կամ կալանավորումներից էին վախեցել, կամ ինչից էին անհանգստացել, խելոքացել էին։ Մի տեսակ ինքն էլ ավելի ագրեսիվացել, ավելի անհարգալից էր դարձել մեր հայրենակիցների հանդեպ։ Ու իրեն թվում էր, թե ամեն ինչ կառավարման տակ է։ Բայց ինչպես Բաշապարանի օրը եկավ միտեղ, կանգնավ միտեղ ու այդ ըտեղից էլ գյուղացիք չթողին առաջ գնա։ Ասում էր կաթողիկոս կփոխեմ, չկարողացավ փոխի։ Ասում էր, էս կանի մեզ, չի թողի շարժվենք, էս կանի, ոչ մի բան չկարողացավ։ Հարյուրավոր մարդիկ են այստեղ։ Ով հիմա չի կարող շարժվի, ինքը չի կարողանում առանց իր թիկնապարների շարժվի։ Մենք մեր ժողովրդի մեջ հանգիստ է շարժվում ենք, մեր ժողովրդից աջակցությունը ստանում ենք, ինքն էլ չգիտի ինչ անակնկալներ է իրան սպասում։ Ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, ոնց որ 100 տարի առաջ նենց էլ հիմա, երբ որ մենք ոտի կանգնում ենք ու մի հատ պատասխան ենք տալի, սաղ ընկնում են իրանց տեղը։ Իհարկե, մենք պետք է չդառնանք իրանց նման, իհարկե պետք է հարգանքը բոլորի հանդեպ փորձենք պահել, որովհետև երբեմն, երբ դու պայքարում ես մեկի հետ, շատ գայթակղություն կա իրա նման դառնալու, բայց դու պետք է չդառնաս իրա նման, որ քո հաղթանակը որակական տարբերություն բերի, որ մենք որակ փոխենք մեր հայրենիքում։ Ինչ որակ ենք փոխելու։ Ապարանը ցուրտ շրջան է։ Ապարանը տարին 5-6 ամիս մենք գյուղեր ունենք այստեղ, որ կարելի ասել ձմեռ է։ Շատ աշխատատեղերի առումով պատկերացեք Երևանին այսքան մոտիկ, բայց եթե չլիներ այս ճանապարհի ենթակառուցվածքները, այս բացված գեղեցիկ խանութները, բաները, մարդիկ զբաղմունք, մենակ այստեղ ու ջրերի երևի մի քանի գործարան, ուրիշ բան չկա զբաղմունք։ Ինչ արե պետությունը տարածաշրջանի համար։ Ինչ արե պետությունը տարածաշրջանի համար։ Մարդկանց գրպանը լցնելու համար ինչ արել։ Ինչ որ բան բացվել է, որ աշխատանք առաջարկվի։ Մենակ պետական հիմնարկներն են։ Ինչ կա, այո, բոլորի վրա, այն լավ մարդկանց վրա, ովքեր իրանց քրտինքով կարողացել են մի բան ստեղծել այս քաղաքում էլ, բոլորի վրա մի քրեական գործ են բացել, մարդկանց ինչ որ ճնշումների են ենթարկում, լավ մարդկանց, բայց ստեղծողին, մեղվին, մեղունա, գործարարը դա մեղունա, աշխատող մարդը դա մեղունա, որը մեղր է ապահովելու մեր երկրի համար։ Բոլորի համար բարդություն են ստեղծել։ Ասֆալտ արել են, մի քանի տեղ ասֆալտ են արել ժողովուրդ ջան, բայց մենակ ասֆալտով ու 10,000 դրամով արժի երկրի ղեկավար ընտրել։ Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, էլի, երկրի առաջնորդ ենք ընտրում։ Ով լավ որակը լավ ասֆալտչիկ է թե վատ, էդի կերևա, բայց ասֆալտչիկի ընտրություններ չէ։ Եթե ասֆալտչիկի ընտրություն լիներ, կարող ասեինք լավ, թող, բայց երկրի առաջնորդի ընտրություն է։ Ես մի քանի օր առաջ Էջմիածնում ներկայացրեցի Արարատյան դաշտը բերքը արտանում է դուրս։ Հիմա սահմանին բոլորի բերքը կանգնացնում են, հայկական ապրանքները կանգնացնում են։ Մեզ երկրի առաջնորդապետ, որ ուր գնա, հետևից պրոբլեմ չկա, հետևից լուծում գա, չփչացնի հարաբերությունները, մարդիկ ստեից է գիտեմ, Խոպան են գնում, Ռուսաստան են գնում, այլ երկրներ են գնում, եթե չենք սարքում աշխատատեղեր Հայաստանում, գոնե մի փչացրեք հարաբերությունները դրսի երկրների հետ, որ մարդիկ իրանց ապրանքը արտահանեն, գնան այնտեղ աշխատեն, իրանց ընտանիքը պահեն, բայց իրապես ճիշտ ճանապարհը մի հատ է, դա գործարաններն է մեր երկրում ժողովուրդ։ Այս ինչ բյուջեն ծախսում է, չի ծախսում, սա այսօրվա առօրեական բան է։ Մեր երկրի բյուջեն պետք է ծախսվի գործարան ստեղծել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ Media AM կայքում։